Բարի առավոտ, առաջին ծրագիրը եթերում է եւ մենք շատ ուրախ ենք, որ այս նախատոնական տրամադրությունը կարող ենք փոխանցել ձեզ։ Դե մենք ենք Սուրենը, Սոնան եւ Ադրինեն։ Բարի լույս շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը սկսում է իր աշխատանքը այսօր արդեն դեկտեմբերի 29 է, օրը երկուշաբթի։ Սիրով ողջունում ենք ձեզ եւ առաջարկում ենք միանալ մեզ եւ այս տոնական առավոտը սկսել մեզ հետ միասին։ Այո, օրը սկսեք մեզ հետ, իսկ ավարտեք այն բրիզի հետ միասին, ինչը առաջարկում է Էջևանի գինու գործարանը, հաճելի փրփրուն ռոզե փրփրունը, որը համոզված եմ նոր տարվա գիշերվա երազանքներն ի կատար կացի, այնպես որ փորձեք օրը զարդարել նաեւ հետաքրքիր տրամադրությամբ եւ գույներով։ Եվ իհարկե Էջևանի գինու գործարանը Հայաստանի առաջին գինեգործարաններից է, որը հիմնադրվել է 1951 թվականին եւ այս օրերին Էջևանի գինու գործարանը տոնական տաղավարով ներկայացված է Հանրապետության հրապարակի հարակից պուրակում։ Այստեղ կարող եք ծանոթանալ Էջևանի գործարանի արտադրանքի ամբողջ տեսականուն, վայելել տոնական մթնոլորտը եւ ընտրել գեղեցիկ նվերներ ձեր սիրելիների համար։ Տաղավարը գործելու է մինչեւ հունվարի 14-ը։ Այո, դուք փորձեք այս տրամադրությանը համահունչ քայլել, իսկ մենք փորձում ենք մեր առավոտները դարձնել նաև համեղ, համեղության պատասխանատվությունը կամ համեղության նախարարությունը գտնում է մեր ձախ կողմը տաղավարի, իսկ այնտեղ նախարարն է Ադրինեն, ում այս պահին ասում ենք բարի լույս։ Բարի լույս սիրելի Ադրինե։ Բարի լույս սիրելիներս, բարի ողջույն մեր շատ սիրելի հեռուստադիտողին, այսպես նախարարական ողջույններ եւ ասում եմ միացեք մեզ այս տոնական օրերին, որովհետեւ առաջին ծրագիրը փորձելու է մշտապես բարձր պահել ձեր տրամադրությունը եւ իհարկե առաջարկել համեղություններ։ Իհարկե աղցանների շարքը շարունակվում է, տոնական ձևավորման շարքը շարունակվում է եւ այսօր եւս պետք է առաջարկեմ շատ համեղ աղցան, իհարկե բոլորիս կողմից սիրված եւ ճանաչված աղցան, բայց հետաքրքիր մոդայիկ այս տարվա ընթացքում շատ տրենդային դարձած այս ձևավորումը, հատկապես այսօր շեշտը դնելու ենք ձևավորման վրա։ Եվ ինչ է պետք այս աղցանը պատրաստելու համար, բոլորս շատ սիրում ենք այս աղցանը, բոլորիս շատ ծանոթ է եւ մշտապես մեր տոնական սեղաններին լինում է այս աղցանը, հավով, հավի կրծքամսով պատրաստված ընկույզով, սխտորով, մայոնեզով պատրաստված այս համեղությունը մշտապես սիրելի զարդ է մեր սեղանին։ Ինչ է պետք այս աղցանը պատրաստելու համար, իհարկե հավի կրծքամիս, որը արդեն խաշված եւ բսկտված, այսպես ասած մանրացված վիճակում է, այստեղ ունենք ընկույզ, հիմնական համը եւ այն հարստությունը համային հենց փոխանցելու է ընկույզը, պետք է սոուս պատրաստենք, որպեսզի ավելացնենք այս հավի կրծքամսին, այստեղ ունեմ մայոնեզ, ունեմ թթվասեր եւ ունեմ մանանեխ, սխտորենք ճզմելու եւ իհարկե վերջում ձևավորելու ենք սամիթով եւ նռով, նռան հատիկներն էլ արդեն պատրաստ են։ Սիրելիներս, այս ամբողջը ես երկար խոսեցի, մենք պետք է շատ գեղեցիկ ձևավորենք, բայց դրա մասին քիչ ավելի ուշ մեզ պետք են լինելու նաեւ այսպիսի գեղեցիկ լավաշի կտորներ։ Քիչ ավելի ուշ կանրադառնանք մանրամասնորեն այս ամենը, խոսքս փոխանցեմ գործընկերներից, կսկսենք հետո միասին աշխատել։ Շնորհակալություն Ադրինե, այո, շատ հրաշալի է ստացվելու, վստահ եմ ընթացքին կհետևենք եւ միասին նաեւ մասնակցություն կունենանք, թեթև ինձ հատկապես դուր եկավ թրենդային բառը եւ թրենդային է նաեւ մարզվելը եւ տարեվերջը պետք է ավարտել իսկապես առողջ, էներգիայով լի, իսկ այս հարցում մշտապես օգնում է Ակվատեկը։ Ակվատեք համալիրը քաղաքի ամենաէներգետիկ, ամենաբազմակողմանի եւ սիրելի հանգստի վայրերից մեկն է։ Ակվատեկի ջրային գոտին ամենամեծ փակ ջրային գոտին է Հայաստանում։ Ֆիթնեսի եւ սպայի սիրահարների համար այստեղ գործում է բարձրակարգ ֆիթնես կենտրոն ժամանակակից սարքավորումներով եւ պրոֆեսիոնալ մարզիչներով, խմբային 3 տասնյակ մարզումներով։ Ակվատեք համալիրում յուրաքանչյուրը կգտնի իրեն հետաքրքրող եւ օգտակար զբաղմունք։ Բարի լույս ձեզ, նորից ես եմ, այսօրվա վարժությունները կանենք ազատ քաշով։
Ահա, Ակվատեկը դա ոչ միայն հանգիստ է, այլև էներգիա, առողջություն եւ նոր տպավորություններ մեկ վայրում։ Ակվատեք հանգստի եւ առողջության բոլոր հնչյունները մեկ համալիրում։ Այո, համի բոլոր հնչյունները մեր տաղավարում են եւ այս պահից սկսած արդեն իսկ այդ թակավորությունը սկսում է իր գործը։ Խոսքը փոխանցենք Ադրինեն ու հասկանանք ինչ է այնտեղ կատարվում, Ադրինե։ Շնորհակալություն սիրելիներս եւ եւս մեկ անգամ ողջունում եմ ձեզ, ասում եմ բարի առավոտ, միացեք մեզ նախաճաշով, համեղ նախաճաշով, սուրճով, տաք թեյով, տաք շոկոլադով, չգիտեմ, ամենահամեղ բաներով եւ իհարկե հետեւեք ընթացքին։ Այսօր պատրաստում ենք շատ համեղ, բոլորիս ծանոթ աղցանը, բայց այն ձևավորելու ենք շատ հետաքրքիր ձևով։ Ձևավորման մասին շատ խոսեցի արդեն, ուզում եմ ներկայացնել հենց ձևավորումից մեր աշխատանքը։ Առաջին հերթին մեզ պետք են լավաշ, պարզապես ամենասովորական լավաշը ես վերածել եմ այսպիսի կլոր շերտերի, սիրելիներս, մեկ ափսեով կամ մեկ հարմարավետ սարքով կարող եք այս կլորությունը ստանալ, որպեսզի լցոնեք այս գեղեցիկ աղցանը։ Ինչ է պետք սրա համար մեզ, ուրեմն կլոր շերտը բաժանում ենք երկու մասի, ահա ես ունեմ այստեղ մի քանի կլոր շերտ, մեկ անգամից կդնեմ իրար վրա, այսպես, հավասար, եւ մեջտեղից երկու մասի կբաժանեմ, ահա։ Բաժանեցինք երկու մասի, ստացանք կիսալուսնաձև լավաշներ։ Հիմա սկսենք ձևավորման process-ը, ինչու ենք սկսում հենց լավաշից, որովհետև այն պետք է տաքացնենք ջեռոցում։ Ահա սիրելիներս, այսպիսի, ահա, մեջտեղի հատվածում ենք մենք ծալք անում, այսպիսի պարկ ենք սարքում, կոնի ձև ենք տալու մեր լավաշիկին, որպեսզի մեջը լցոնենք մեր սիրելի աղցանը։ Ահա, կոնի ձև ստացանք, փայտիկի օգնությամբ այսպես ամրացնելու ենք լավաշիկը, որպեսզի չբացվի։ Ահա տեսեք, թե ինչ ստացանք։ Այսպես կտեղադրենք թավայի մեջ եւ կտեղափոխենք ջեռոց։ Եկեք հերթով բոլորը պատրաստենք, այնուհետև տրորենք բուսայուղով եւ իհարկե տեղափոխենք ջեռոց։ Այսպես։ Եվս մեկ փայտիկ, մեզ քչփորիկներ են պետք, որպեսզի մենք կարողանանք այս գեղեցկությունը ստանանք։ Հաջորդը։ Ես եկա քեզ օգնելու Ադրինեն։ Խանգարեմ թե օգնեմ։ Կարող ես օգնել, քեզ հետաքրքրում է ինչպես է այն պատրաստվում։ Այո։ Կարող ես փորձել ինքդ։ Ուզում եմ պատրաստել։ Ահա, փորձիր։ Չէ, բայց ես կփչացնեմ հաստատ եւ անիմաստ կվատնենք այդ լոշիկները։ Հասկացա քեզ, ես շատ արագ փորձեմ այս process-ը կատարել, որովհետև այն պետք է տոնածառիկներ ես պատրաստում։ Այո, տոնածառիկներ, կոնի տարբերակներ, որովհետև մեր աղցանը պետք է լցոնենք այս համեղության մեջ։ Այո։ Եվ ասեմ, որ շատ տարածվել է այս ձևը, այս մատուցման ձևը, ինչը շատ տոնական է դարձնում յուրաքանչյուր սեղան։ Դրա մեջ լցոնվելու է հետևյալ բաղադրիչներն, այո։ Այո, հետևյալ բաղադրիչներն են հավի կրծքամիս, խաշված եւ մանրացված տարբերակով, այստեղ ունենք ընկույզ, անպայման ընկույզը պետք է մանրացնել, ավելացնել աղցանին, սխտորը ճզմել եւ իհարկե սոուսը բաղկացած է լինելու մայոնեզից, թթվասերից, մանանեխից եւ իհարկե այս Հիմա սա այսպես պատրաստում ես եւ արդեն ջեռոց։ Այո, հիմա մենք պետք է այն տրորենք բուսայուղով, որպեսզի կարմրի։ Ցանկության դեպքում սիրելիներս կարող եք ուրեմն քունջութով էլ զարդարել։ Մեզ մնաց վերջին կոները պատրաստել։ Այսպես։ Հետո յուղապատել։ Այո, յուղապատել եւ ուղարկել ջեռոց։ Իսկ մինչ ջեռոցում մի քանի րոպե, մեզ շատ ժամանակ պետք չի, մի քանի րոպեում նրանք կկարմրեն եւ մենք արդեն կլցոնենք այս համեղությունը։ Ահա, եկեք բուսայուղով տրորենք այն։ Վրձինով նկարում է։ Այո, շատ գեղեցիկ եւ հետաքրքիր է ստացվելու։ Եվ այն պետք է ամենավերջում ձևավորենք նռով եւ սամիթով։ Այսպես, հաջորդը։ Եվ այս ընթացքում երբ կտապակվի
այս լավաշները, կկարմրեն լավաշները, մենք այդ ընթացքում կպատրաստենք աղցանը։ Եվ գլխարկի է նման, եւ տոնածառի է նման։ Այո, եթե սամիտներ ավելացնենք վրան կդառնա տոնածառ ամբողջությամբ։ Այո։ Կարելի է նման հետաքրքիր կրեատիվ մոտեցում ցուցաբերել ամանորյա սեղանը զարդարելու համար, բայց բարբերաբար պետք է թարմացնել, որովհետև 1 օր հետո այս լավաշիկները կդառնան 4 լավաշիկ։ Սիրելիս, նույնիսկ չի մնա հաջորդ օրվա, որովհետև շատ համեղ է ստացվում։ Այո, եւ բոլորը շատ համեղ կճաշակեն այս ամենը։ Ահա, Սուրեն, ես կարող եմ քեզ խնդրեմ, որ դու տեղափոխես այն ջերոց։ Իհարկե կարող ես, ոչ մի Ահա, այսպես գեղեցիկ շարենք եւ տեղափոխենք։ Ահա, խնդրեմ։ Շնորհակալ եմ քեզ։ Ահա, երեխային գործի դիր հետևից գնա արտահայտությունը արդիական է այսօր այս պահին։ Այդպես է, դա այդպես է, բայց դե։ Ահա, ես էլ անցնեմ հաջորդ գործողությանը։ Ադինե ջերոսը սա է, չէ՞։ Այո, դու ճիշտ ուղղությամբ ես։ Մեջտեղի հատվածում, այո, այդ դիրքով։ Օй, ինչ տակ է այստեղ, ահա։ Ջերոցում պետքա տակ լինի։ Այո, իհարկե, ջերոցը նախապես ես տաքացրել եմ։ Ինչ ենք անում։ Մի քանի րոպեից պատրաստ կլինի։ Հիմա ընկույզը մանրացնենք, ավելացնենք մեր հավի կրծքամսի վրա, ահա, փորձենք այսպես շարժումներով, որպեսզի կտրատելը հեշտ լինի։ Կարող եք նույնիսկ հատուկ հարիչի օգնությամբ մանրացնող այն սարքի միջոցով ընկույզը մանրացնել։ Բայց պարտադիր է որ շատ մանր լինի, թե կապ չունի։ Ես սիրում եմ ավելի խոշոր տարբերակը, որովհետև հաճելի է ուտելիս զգալ ընկույզի խրթխրթոցը, այո, դրա համար նախընտրում եմ այս տարբերակը, բայց ըստ ճաշակի ինչպես կցանկանան մարդիկ, ոնց իրենց հարմար է, ոնց իրենց քիմքին հարիր է, հենց այդպես էլ կօգտագործեն։ Ահա, իմիջիայլոց նշեմ, որ այս աղցանի մեջ ընկույզը պետք է շատ լինի, այնպես որ իմ խորհուրդն է, մի խնայեք, այո, այս առումով, որովհետև բաղադրիչները քիչ են, ընդամենը հավի կրծքամիս եւ ընկույզ։ Ուստի պետք է որևէ այն համեղ մասը ավելի շատ լինի։ Այսպես։ Մի փոքր էլ մանրացնենք, ավելացնենք։ Այո, աղցանները բազմազան են եւ աղցանները շատ հետաքրքիր մոտեցում ու ամփ են ներկայացում յուրաքանչյուր տանտիրուհու կողմից եւ համոզված եմ որ այս աղցանի տարբերակներն էլ դուք ունեք ձերը։ Եթե կա ինչ-որ հետաքրքիր մոտեցում, ապա կիսվեք մեզ հետ, մենք փորձենք նաեւ դա ներկայացնել։ Ինչու՞ չէ, թող ամանորյա սեղաններին նաեւ ձեր բաղադրատոմսը լինի։ Ինչու ոչ։ Ինչ ենք ավելացնում։ Հիմա փորձենք, արդեն հիմնական գործողությունը կատարված է։ Մեզ միայն մնում է այստեղ ճզմել նաև սխտորի կտորը, այսինքն մեկ ատամիկ փորձենք ինչ որ ձևով ճզմել։ Ահա։ Օգնեմ։ Սա մի փոքր, այո, տղամարդու ուժ է պահանջում, բայց ես կարողացա պատվով դուրս գալ այս իրավիճակից։ Այսպես ունենք նաև սա, հիմա այստեղ ավելացնում ենք մեր թթվասերը, ես երևի թե վերցնեմ մի հարմարավետ գթալ, ավելացնեմ թթվասերը, ավելացնենք, ես ընդհանրապես ստաճքի, ավելացնենք մանանեխը, մի փոքր այստեղ փորձենք ավելացնել սև պղպեղ, չնայած մանանեխը համեմված է, իմիջիայլոց սա հատիկավոր մանանեխն է, որը շատ ավելի յուրահատուկ եւ համեղ է դարձնում յուրաքանչյուր սոուս, մի փոքր աղ, ահա, այսպես, փորձենք լավ խառնել։ Սա պետք է ավելացվի վրան, թե ընթացքում էլ ինչ-որ բաներ կա։ Ոչ մի ավելացնելու բան, մենք ավելացնում ենք աղցանի վրա, լավ խառնում ենք ու թողնում ենք հանգստանա, մինչ լավաշիկները պատրաստվեն։ Մինչև աղցանը կհանգստանա Հայաստանում կամ Հայաստանից դուրս, մենք այս պահին կունենանք միայն մեր տաղավարում։ Կարճ դադար, հետո կվերադառնանք ու կտեսնենք ինչքան է հանգիստ աղցանը։
ահա որ սիրո պակաս մեր քաղաքում, ծաղիկներ չվաճառված փողոցներում, սիրահար սերտերը էլ չեն երևում, երևի փակվել են լուր տակ տներում, ձյան հետ արի սիրահարվի պետք չի ինձ գարում, թող լույսերը շուտ վառվեն ոսանոր տարվան գիշերը, երազներս կատարվեն մորանամ իմ հին ուշերը, ինձ գրկես ու ժպտալով սավառնենք Երևանով սիրելով, թող լույսերը շուտ վառվեն ոսանոր տարվան գիշերը, երազներս կատարվեն մորանամ իմ հին ուշերը, ինձ գրկես ու ժպտալով սավառնենք Երևանով սիրելով, աստղերի պակաս չկա մեր երկնքում, երկուսով կթափարենք գիշերներում, անդադար թող ձյունը գա շատ եմ սիրում, իսկական հրաշքեցա դու իմ գրկում, ձյան հետ արի սիրահարվի պետք չի ինձ գարում, թող լույսերը շուտ վառվեն ոսանոր տարվան գիշերը, երազներս կատարվեն մորանամ իմ հին ուշերը, ինձ գրկես ու ժպտալով սավառնենք Երևանով սիրելով, թող լույսերը շուտ վառվեն ոսանոր տարվան գիշերը, երազներս կատարվեն մորանամ իմ հին ուշերը, ինձ գրկես ու ժպտալով սավառնենք Երևանով սիրելով, թող լույսերը շուտ վառվեն ոսանոր տարվան գիշերը, երազներս կատարվեն մորանամ իմ հին ուշերը, ինձ գրկես ու ժպտալով սավառնենք Երևանով սիրելով, թող լույսերը շուտ վառվեն ոսանոր տարվան գիշերը, երազներս կատարվեն մորանամ իմ հին ուշերը, ինձ գրկես ու ժպտալով սավառնենք Երևանով սիրելով, Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը, մենք խոհանոցում ենք եւ այստեղ ոչ միայն անուշաբույր էսպես վիճակներ են, նաեւ շատ գեղեցիկ է ամեն ինչ, մի քիչ արդեն պատկերացնում եմ ավարտի ինչ է լինելու, բայց առաջարկում եմ դու պատմես ինչեր հասցրիր անել։ Շատ բարի, ես վստահ եմ դու ինքդ տեսել ես այդ տարբերակները, որոնք պատրաստվում են, շատ տարածված եւ մոդայիկ են դարձել, այսօր մենք էլ կփորձենք իրագործել եւ հրամցնել մեր հեռուստադիտողին։ Ինչ արեցինք մինչ այս պահը, աղցանը պատրաստեցինք, որը բաղկացած է հավի կրծքամսից, ընկույզից, սխտորից, մայոնեզից, թթվասերից եւ մանանեխից, այս բոլորը միախառնել ենք, այստեղ ունենք սամիտ զարդարման համար եւ ունենք նռան հատիկներ, իսկ այս ամբողջականությունը պետք է համալրենք այս գեղեցիկ կոների մեջ, որը պատրաստեցինք լավաշով, պարզապես լավաշը փաթաթեցինք կոնի տեսքով, ջեռոցում մի փոքր տաքացրեցինք, ես արդեն փայտիկները հեռացրել եմ սիրելիներս եւ մեզ միայն մնալու է լցոնել այս համեղությունը եւ զարդարել, այնպես որ սիրելիներս կարծում եմ շատ հեշտ տարբերակ է եւ շատ գեղեցիկ, կարող է լինել սեղանի զարդ, հատկապես սա հենց միտումը նրանում է, որ մենք տոնական սեղաններին ունենանք այսպիսի գունային համադրություն, կանաչը եւ կարմիրը հենց հուշում է ամանորի մասին, այնպես որ խորհուրդ եմ տալիս անպայման հետևել այս տարբերակին եւ իհարկե պատրաստել։ Մենք նույնիսկ կարող ենք մեկ տարբերակը հիմա փորձել, այո, հետո արդեն միասին հեռուստադիտողի հետ կշարունակենք։ Այս փոքր գթալի օգնությամբ, մի հատված, այսպես
լցոնենք, Ահա։ զգուշ լինենք, որպիսի Չկոտրվի։ լավաշը, այո, չկոտրվի, որովհետև շատ նուրբ լավաշը եւ իհարկե այն արդեն չորացել է, կարող է շատ հանգիստ կոտրվել։ Ահա։ Արի մի փոքր էլ տեղադրեմ եւ իհարկե փորձենք այն ձևավորել։ Կարող ենք մի փոքր եզրերն էլ ուրեմն տարածել եզրերին, որպիսի կպչունություն ունենա, սամիթը կարողանա կպչել շուրջը։ Այսպես Ահա։ ապահովենք այս վիճակով։ Տա-տա-տա-դամ։ Այո, փորձենք տեսնենք ինչպես կստացվի։ Ահա, թաթախենք եզրերը սամիթի մեջ։ Իսկապես տեսնենք ոնց կստացվի։ Անկեղծ ասած, ես էլ առաջին անգամ եմ այս ձևավորումը փորձում։ Ահա, եղավ այն ինչը որ մեզ պետք է եւ մեջտեղի, այո, կենտրոնի հատվածում տեղադրենք նրան հատիկները։ Ադրինը շատ գեղեցիկ է։ Այո, հուսով եմ լավ կստացվի, այս բոլոր կոները կձևավորենք եւ իհարկե գեղեցիկ կձևավորենք մատուցման ամանի մեջ։ Այո։ Այո, այսպիսի Սա գեղեցկություն։ ընդհանրապես մեկ հատիկը, պատկերացրեք, երբ լինի ամբողջական, ինչ գեղեցիկ Այո։ կլինի, եւ այսօր դեռ ամսի 29-ը մենք ունենք 30-31 եթերներ, ես վստահ եմ, որ ձեր տոնական սեղանը զարդարվելու է շատ հետաքրքիր բաղադրատոմսերով։ Հետևեք մեր հաղորդմանը, որպեսզի բաց չթողնեք ոչ մի բաղադրատոմս։ Այո, ես վստահ եմ տեղ կգտնի այս գեղեցկությունը ձեր ճաշացանկում եւ ամանորյա սեղանին, խորհուրդ եմ տալիս հենց այսպես էլ պատրաստեք այս աղցանը ավելի նորովի մատուցեք եւ շատ համեղ աղցան է, վիտամիններով հարուստ հագեցնող եւ իհարկե շատ այսպես ճոխ։ Այո, եւ թրենդային, ինչպես դու նշեցիր Այո։ արդեն առավոտյան։ Իսկ հիմա մենք ունենանք թրենդային դաթար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Եվս մեկ անգամ բարի ողջույն իմ շատ սիրելի հեռուստադիտող սիրելիներս, մենք շարունակում ենք մեր աշխատանքը, ինչպես հիշում եք, պատրաստում ենք շատ հետաքրքիր մատուցման ձևով աղցան, որը արդեն մեկ հատիկը արդեն մենք ունենք պատրաստի վիճակում։ Ես շարունակում եմ մնացած կոնը եւս լցնել, ահա այստեղ փորձենք զգուշությամբ, մենք նշեցինք, որ լավաշիկները բավականին չորացել են եւ պետք է զգուշ այն լցոնել, որպիսի չկոտրենք։ Ահա, ամբողջ եզրերով փորձենք տարածել, որպիսի սամիթը կպնի հենց աղցանին, այսպես։ Ահա, տեսեք, այսպես հարթեցնենք եւ իմիջիալոց պետք է այն հարթեցնել։ Գտալի օգնությամբ հարթեցնենք։ Թաթախենք սամիթի մեջ, այսպես եզրերը, ոչ ամբողջությամբ, պարզապես եզրերը, այսպես, և իհարկե կենտրոնում փորձենք տեղադրել նռան հատիկները, ահա, որպիսի գույն ստանանք, սեղանին դնելիս արդեն ունենանք գույներ, ահա, այսպիսի գեղեցկություն է ստացվում, սիրելիներս, այս մյուսն էլ փորձենք, մի փոքր եւս փորձեմ եզրերը տրորել այս աղցանով, որպիսի կպնի մեր սամիթը, ահա, եկեք թաթախենք սամիթի մեջ, այսպես, եւ իհարկե տեղադրենք նռան հատիկները։ Շատ գեղեցիկ, շատ հետաքրքիր եւ ամենակարևորը շատ համեղ։ Սիրելիներս, կարծում եմ, այսպիսի մատուցումը հետաքրքիր կլինի եւ ոչ ոք անտարբեր չի անցնի այս տեսակ ուտելիքի հանդեպ, բոլորը կվայելեն եւ իհարկե կգովերքեն ձեզ։ Սիրելիներս, ես կշարունակեմ իմ աշխատանքը, վերջում արդեն պատրաստի վիճակում դուք այն կտեսնեք։ Հիմա խոսքս պետք է պարզապես փոխանցեմ գործընկերներիս, իսկ դուք մնացեք մեզ հետ։ Այո, շատ համեղ ու շատ գեղեցիկ, այնպես որ քիչ հետո արդեն որ ավարտվի ծրագիրը, մենք հիանալի բոլորս միասին այս ամենը համ տեսենք։ Ամեն ինչ սկսվում է լուսավոր մի գիշեր
շատ երկար սպասված Երևի վերևից երկինքը քեզ հուշում է որ քո կյանքում այսօր նոր է սկսված Երբ նա գալիս է դուրդ բաց Այն մանկությունն է քո անցած Ձյունը փաթիլ իջնում է այս գիշեր Հյուրը եկել ինձ մանկությունս այս գիշեր Ձյունը ջերմակ նորից իջնում բերում է սեր Այս գիշեր Այս գիշեր Ձյունը փաթիլ իջնում է այս գիշեր Հյուրը եկել ինձ մանկությունս այս գիշեր Ձյունը ջերմակ նորից իջնում բերում է սեր Այս գիշեր Այս գիշեր Ու բարի մի հեքիաթ մեզ անվերջ կանչում է որ նորից հավատանք նոր հրաշքների Թեմես երազանք դու պահիր մտքումդ հավատա անպայման ձյունը կբերի Դες նա գալիս է դուրդ բաց Այն մանկություն է քո անցած Ձյունը պատիլ իջնում է այս գիշեր Հյուրը եկել ինձ մանկությունս այս գիշեր Ձյունը ջերմակ նորից իջնում բերում է սեր Այս գիշեր Այս գիշեր Ձյունը պատիլ իջնում է այս գիշեր Հյուրը եկել ինձ մանկությունս այս գիշեր Ձյունը ջերմակ նորից իջնում բերում է սեր Այս գիշեր Այս գիշեր Ձյունը պատիլ իջնում է այս գիշեր Հյուրը եկել ինձ մանկությունս այս գիշեր Ձյունը ջերմակ նորից իջնում բերում է սեր Այս գիշեր Այս գիշեր Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ այսպես 2026 թվականը կարմիր կրակե ձիու տարի է։ Ինչ պետք է ուտել նոր տարուն, ինչից պետք է անպայման խուսափել եւ ինչպես զարդարել ամանորի սեղանը։ Այս եւ շատ հարցերի շուրջ կխոսենք արդեն ազգագրագետ, դիզայներ Վահե Սեմա-Քոթանյանի հետ։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարի Ոնց լույս։ եք։ Լավ, դուք ինչպես եք։ Մենք շատ լավ ենք։ Նախ հասկանանք մենք մեր տոմարով, հա, ազգային տոմարով, կրակե, հրե, կրակե ձիու տարին մեզ մոտ ոնց է եղել։ Այսինքն նույն ձև թե մենք ունեցել ենք մեր տոմարները։ Իրականում մենք հրի հետ լավ ենք, այս դեպքում ձիու հետ չէ, որովհետև չինական տարբերակում են ընդունված, հա, այս կենդանակերպի տարբերակները որպես այդպեսին տարվա խորհրդանիշ համարելը,
Իսկ հուրը ինչու մեզ մոտ է, որովհետև 4 տարերքի խորհրդանիշը բավական տարածված է մեր եւ առասպելաբանության եւ ավանդույթների եւ քիչ հետո երբ որ խոսեմ նաեւ տարեհացի մասին, նաեւ դրա կոնցեպտում է դրված, հետեւաբար կասեմ, որ չունենք նմանատիպ տարբերակ, բայց հուրը այս դեպքում լավ է, որովհետև ինքը ջերմության, առատության եւ այսպես ասած հոգու ջերմության խորհրդանիշն է։ Կարծում եմ, որ լավ տարի է լինելու, անկախ նրանից դա կլինի հրեջ ձիու տարի թե այլ կենդանում, եւ նույնը կարծում եմ լավ տարի է լինելու, եթե դու հավատում ես դրան։ Շատ լավ։ Իսկ ավելի մանրամասն, եթե փորձենք հասկանալ 26 թվականին ինչ պետք է հագնել, ինչպես դիմավորել, մի փոքր մանրամասներ տանք հեռուստադիտողներին, որպեսզի ավելի պատրաստված լինեն ամանորի գիշերը։ Իրականում բավական հետաքրքիր է, որ ամեն տարի որևիցե գույն ընտրվում է տարվա խորհրդանիշ գույն, որպես այդպիսին հագուստի կիրառության, նորաձևության եւ այլի մեջ, բայց ես դիզայներ լինելով հանդերձ կողմ չեմ գույների կոնկրետ ինչ-որ սահմանափակումներին, որովհետեւ կան գույներ, որ օրինակ մարդուն չի սազում։ Հա, այդպիսի սկզբունք կա, եւ մարդն էլ հոգեպես պետք է իրեն այդ գույնի մեջ լավ զգա, որովհետեւ ընդհանրապես գունային հոգեբանություն գոյություն ունի, որի շրջանակներում մարդը իրեն կոմֆորտ զգում կամ չի զգում որևէ գույնի դաշտում։ Հետեւաբար պարտադրել, որ այդ գույնը հագնի, որովհետեւ տարվա գույնն է, ես միաժամանակ կողմ չեմ։ Այստեղ պետք է հաշվի առնել քո հաճախորդի եւ այն մարդու կարծիքը, որը քեզ դիմել է գրագետ խորհուրդ ստանալու համար, թե ինչ գույն պետք է կարևորը իրեն սազի, հա, այսպես ասեմ։ Դրա համար ճիշտ է լուծումներ տալ, հատկապես տարվա հետ կապված, օրինակ թրենդային է համարվում տարբեր գունային փոխհարաբերություններ եւ նախշեր, պրինտներ, հա, որոնք որ կարելի է օգտագործել ելնելով դրանց գունային բազայի ճիշտ օգտագործումից եւ դրանց կիրառությունից։ Այս դեպքում պարտադրական ոչինչ չկա։ Եթե դուք համարում եք ճիշտ է նորաձևությունը, մենք գիտենք, որ միշտ հինը պատտվում է եւ սկիզբ է գալիս եւ նորաձևություն հասկացությունը դա հորինված հեծանիվ չէ։ Պարզապես մենք պատտվում ենք հնին փոխելով որոշակի ձևացկաբանական լուծումներ, գունային փոխհարաբերություններ եւ ընդհանրապես փորձում ենք հարմարեցնել մեր բնակլիմայական պայմաններին, որտեղ նույն հագուստով օրինակ կարող են Եվրոպայում այլ ձև անել, այլ կտորից մեզ մոտ այլ, որովհետեւ բնակլիմայական պայմանները նույնինքը ձմեռը տարբեր է։ Ես գիտեմ, որ մենք շատ ուշադրություն չենք դարձրել հագուստին, բայց շատ մեծ ուշադրություն ենք դարձրել հին ժամանակներում սեղանին, ամանորյա սեղանին, որովհետև շատ անգամ այնտեղ բացակայել է մսամթերքը, այլ քանի որ ամանորինքը պասային շրջան է համարվել, ավելի շատ հատիկեղեն է եղել։ Ինչ կա, որ այսօր եկել հասել է մեր այսօրվա տոնական սեղաններին։ Բոլորից ծանոթ երկու տարբերակ կնշեմ, լոբով աղցանը հատիկ լոբիով կարմիր, որը շատերի սեղաններին կտեսնեք, անկախ նրանից ինչ եվրոպական աղցաններ է պատրաստում, միևնույն է այդ աղցանը շատերի սեղանին տեսնում եք, եւ պասուց տոլման, որը որ հաճախ մենք ամանորին այդքան սննդի մեջ պատրաստելուց հետո միևնույն է ունենում ենք պասուց տոլմա։ Եվ շատ ուտում ենք, օրինակ ես։ Այո։ Հարցը առաջանում հաճախ այդքան սննդամթերքի մեջ որտեղից այդ երկու ճաշատեսակները, որ եկել են, հա, չէ որ առատ է սեղանը իրականում, բայց պարզվում է, որ այդ երկուսն է, որ ճիշտ է հայկական սեղանի համար, ինչու որովհետև միջև խորհրդային տարիները դեռևս 1920 թվականի դեկտեմբերի 2-ին, երբ որ ընդունվեց, որ հունվարի 1-ին պետք է տոնել ամանորը, որտեղ միջև դա հունվարի 1-ին մենք չենք տոնել։ Ունեցել ենք 3 նոր տարիներ, մեկը գարնանամուտին է եղել, մյուսը օգոստոսին նավասարդ ամսին եւ կոչվել է նավասարդ, եւ վերջինը շարունակվել է միջև սեպտեմբեր ամիս, որովհետեւ աշնան բերքի հավաքի շրջանն էր սա համարվում եւ առաջին երախայրիկը, այսինքն առաջին պտուղը պետք էր փորձել այդ հատվածում, որովհետեւ այն ժամանակ հիմիկվապես առատ չէր, որ ցանկացած բան կարողանայինք մենք գնել ցանկացած վայրից եւ ցանկացած ժամանակ, հետեւաբար մենք աշնան ամբողջ հավաքված բերքը որպես տարվա մուտք եւ տարվա սկիզբ դիմավորում ենք հենց աշնան հատվածում։ Ինչ վերաբերում է սեղանի փոփոխությանը, դա եղել է խորհրդային միության ժամանակ, որովհետեւ խորհրդային Հայաստանում պետք է որ ազդեցություն ունենար նաեւ խորհրդային միության ավանդույթներից։ Հետևաբար սեղանին հայտնվեց խոզի ազդրամիսը եւ նրբաբլիթներ մսով մայրաքաղաքային աղցան, որոնք որ ամբողջովին մսային ուտեստներ են, բայց մեզ մոտ պահոց շրջան է այդ հատվածում։
Եվ միջև օրս քրիստոնեական եկեղեցին, հայ-առաքելական եկեղեցին մեկից միջև 5-ի երեկո ընդունում է որպես պահոց շրջան, այսինքն չի օգտագործում կենդանական սնունդ, սեղանին լինում է 7 տեսակի ընդեղեն, պարտադիր, որովհետև ընդեղեն ընդհանրապես պտղաբերության խորհրդանիշն է, հետեւաբար սա կարևոր խորհուրդ է հայկական ամանորի դիմավորելու համար։ Միայն 5-ի երեկոյան, երբ որ պատարակ է մատուցվում, այդ ժամանակ թաթախման երեկոն է սկսվում, այսպես ասած, ինչու որովհետև յուղի առատ սննդամթերքի մեջ թաթախվելու իմաստ էստեղ ունի եւ սկսվում է բուն տոնը, այսինքն ջրորներքը կամ ինչպես ասում են խաչը իջնում է ջուրը, մեր ժողովրդական այսպես ասվածով, հա, Քրիստոսի մկրտության եւ ծնունդի փոխհարաբերության տոնն է այստեղ հիշատակվում։ Այդ օրը հետաքրքիր ճաշատեսակ է մատուցվում, մայրամաճաշ, որը պատրաստվում է ընդեղենից, չրերից, չամիչներով տարբերակով, որը քաղցրահամ ճաշ է, անուշապուր, հայկական մի գեղեցիկ բառ ունենք, թանձրուկային ճաշ է, որը պատրաստվում է հենց սպիտկուկ բանջարից։ Սպիտկուկ բանջարը դա կապվում է Մարիամ Աստվածածնի հետ։ Ըստ մշեցիների պահպանված ավանդազրույցի առաջին սպիտկուկ բանջարը հավաքել է հենց Մարիամ Աստվածածինը եւ իր վարսերի հյուսքին է նմանվել, որովհետեւ բանջարը մենք երբ որ հավաքում ենք, հյուսում ենք, չէ՞։ Եվ եփելու ընթացքում սպիտկուկ բանջարը սկսում է այդպես ճեվալ։ Երբ որ գթալով բարձրացնում է, կարծես մազի պես ճեվա իր այդ խտանյութի արդյունքում։ Եվ սա համարվում է Մարիամի ճաշ, այսինքն Մարիամաճաշը, դա Մարիամ Աստվածածնի հետ կապվող ավանդազրույցի հիմքի վրա է ստեղծվել։ Կարևոր նախապայմանը ամանորին ունենալ գաթան, որը այլ կերպ անվանում են տարու դրմուս, տարեհաց, լոլե, որովհետև լոլեի գիշեր է համարվում նաև, որովհետև լոլեն դա հացատեսակ է հաճախ, եւ տարեհացը բաժանվում էր 4 մասի, սա աշխարհի 4 կողմերն էր, 4 տարերքը, 4 եղանակը, հա, եւ բաժանված 4 հատվածներում դրվում էր կարևորագույն այն թիրախային գաղափարները, որոնք որ մեր ամբողջ կյանքի ընթացքում մեզ ուղեկցում են։ Դրանք են տիեզերական լուսատուները, արևը եւ լուսինը, այսինքն մի կողմում լինում է առավոտ, մեկում գիշեր տեսարան, հետո դրվում է հավերժության նշան 4-րդ մասում եւ 3-րդ մասում, որտեղ ամենակարևոր հատվածներից մեկն է, դրվում է բուսականություն կամ կենաց ծառի խորհրդաբանությունը, որտեղ այս թխվող հացատեսակի կենտրոնում միշտ դրվում էր շատ հաճախ չոր ծառի ճյուղ, հա, կամ ձիթենու ճյուղ էր դրվում, կտրված, որի վրա հավաքվում էր մեր ասած կենաց ծառը, որը տոնած ծառի փոխարինող տարբերակն է, որովհետեւ մենք եղևնի չենք ունեցել, դա գերմանական սովորություն է, որ տեղափոխվել է ամբողջ աշխարհում այժմ, մեզ մոտ եղել է ծառի ճյուղ, որը կտրում ներս էին բերում, զարդարում էին չրերով, չամիչներով, պտուղներով, որը առատության խորհուրդն էր, եւ ինչու էր դրվում ընդհանրապես գաթայի կենտրոնում այդ ծառը, որովհետեւ գաթան կոսմոգրաֆիկա է, այսինքն աստղային քարտեզ, աստղային հուշող գաղափար, որտեղից պետք է կենաց ծառը աճի, չէ՞ որ սերմի գաղափարն է արև, որը կյանք է տալիս կենաց ծառին եւ իր պտուղներին։ Սա է խորհրդաբանություն ընդհանրապես տարեհացի։ Եվ տարեհացի կենտրոնում ընդհանրապես դրվում էր նաեւ որպես էպսին մետաղադրամ կամ լոբու հատիկ կամ այլ ընդեղեն, որովհետեւ լոբին եւ մնացած ընդեղենը պտղաբերության խորհուրդն է ցույց տալիս։ Հատուկ կտրման ծես ունի, տան մեծ տիկինը նստում է, կոնկրետ այս դիրքով նստում է, երեխան հակառակ մեջկով այստեղ իր դիմաց է կքանստում եւ գլխի հատվածում, այսինքն մեջքի հատվածում դրվում է գաթան եւ սկսում են կտրատել գաթան հերթով, որպեսզի երեխան չտեսնի ում են գնում բաժինը, հա, արդարացի որոշում է սա գուշակության եւ ասում է, որ այս բաժինը հայրիկին, մայրիկին, ընտանիքի բոլոր անդամներին, անասուններին եւ հողին է բաժին հանվում, ում որ մետաղադրամը դուրս էր գալիս, համարվում էր այդ տարի լիառատության տարի եւ իրեն էր լինում այդ տարին։ Այս գուշակության ծեսերը չի ավարտվում, որտեղ ամբողջ ամանորը գուշակության եւ տարվա, այսպես ասած, գուշակության ծեսերի շարք է։ Դրանցից է օրինակ ասիլիկ, վասիլիկները, որոնք մարդակերպ եւ կենդանակերպ թխուկներ էին, դրանք թխվում էին, ասենք, օջախներում կամ թոնրի մեջ, թխվելու ընթացքում, եթե օրինակ կնոջ կերպարով ուրճում էր, հա, այդ թխվածքը, այսինքն փորի հատվածում, նշանակում էր, որ այդ տարի իրենց տան նորահարսը բալիկ է ունենալու։ Տղամարդու դեպքում, երբ որ գլուխն էր ուրճում, նշանակում էր, որ այդ տարի նյութական հարուստ տարի է լինելու, որովհետև ամեն ինչ գլխով է լինում այս դեպքում։ Եվ սա սկզբունքայինորեն հետաքրքիր ծես է, որը ցավոք այսօր չի պահպանվել, բայց լավ կլինի, որ հետ վերադառնա եւ ժամանակակից տարբերակով մենք կարողանանք իրեն մատուցել, որովհետև կարևոր եւ գեղեցիկ սովորություն է։
Դե ես կարծում եմ այն ինֆորմացիան, որ տվեցիք մեր եթերում, մեր հեռուստադիտող որոշ բան վերցրեց, եւ կարծում եմ որոշ բաներ նաեւ կկիրառի այս տարի գոնե հաստատ կկիրառվի։ Այնպես որ շնորհակալ ենք ձեզ այս հանգամանալից հետաքրքիր ինֆորմացիայի համար։ Ես նույնպես շնորհակալ եմ եւ մեր ազգին մաղթում եմ խաղաղ տարի, կարևորը լիառատ տարի եւ ինչպես ասում են, ինչպես բոլորն են ցանկանում, միակ կարևոր նախապայմանը սեր եւ խաղաղություն բոլորիս։ Սեր ու խաղաղություն բոլորիս, իսկ ձեզ էմոցիաներ նվիրենք արև բացիկ, որտեղ շնորհավորանքներ են, այստեղ ինչ տոնածառ առանց պապ, ձմեր պապ։ Այս բացիկը նվիրեք ձեզ համար սիրելի անձնավորից։ Շնորհակալ եմ։ Եվ շնորհավորում ենք Գալիկ Ամանորի եւ Սուրբ Ծննդի արդիվ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, դե կարծում եմ որոշ ինֆորմացիա կարելի է շատ արագ անել, այո, շատ հետաքրքիր է։ Այո, զրույցը եւ ես կարծում եմ, որ կարևոր չէ թե ինչ կենթանակերպի տարի է, կարևոր աստծո տարի լինի բոլորիս համար։ Հիմա կարճատև դադար, որից հետո վերադառնանք եւ շարունակենք։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, շարունակում ենք մեր եթերը։ Այո, 2026 թվականից փորձում ենք շատերս իմանալ, թե ինչ է լինելու։ Մարդու ամենամեծ ցանկությունը հենց իմանալ ապագան, ինչպիսին է լինելու հատկապես հաջորդ տարին, կանխագուշակություններ անել, որոշակի ձևով ինֆորմացիա ստանալ։ Չգիտեմ ինչքանով մենք այս եթերի ընթացքում ձեզ կօգնենք, բայց ասեմ, որ մեր հյուրն է էքստրասենս Վան Հարությունյանը։ Բարև ձեզ։ Լավ եք։ Շատ լավ, դուք ինչպես եք։ Մենք շատ լավ ենք եւ ունենք բազմաթիվ հարցեր ուղղված ձեզ կապված 2026 թվականը։ Ավարտվեց 25-ը։ Այն ինչ որ մտածում եք, որ 2025-ը լինելու է, հա, ինչ որ ինֆորմացիա կար։ Արդյոք այդպես էլ եղավ, թե որոշակի ժամանակահատվածի ընթացքում ինչ-որ փոփոխություններ եղան, որովհետեւ շատ անգամ ուղեցիրը փոխվում է։ Այսպես ասեմ, հնարավոր է էզոտերիկ աշխարհից շատ մասնագետներ, արտերկրից կամ Հայաստանից աստղագետներ, պայծառատեսներ նախորոք միջև գալիք տարին կիսվեն, թե հետագա տարին ինչպիսին է լինելու, հիմնվելով ինչ-որ տեսակ հաշվարկների վրա, ասեն օրինակ, այս ամիսը լինելու է բացասական ֆինանսական տեսանկյունից, սա լինելու է դրական առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար եւ կարգավորում ստանալու ավելի գլոբալ աշխարհի էկոնոմիկայի հետ սկսած վերջացած պատերազմների հետ կապած այդ ռեալ հիմք չի գնահատելու տարին գալիք, որովհետեւ ապագան խելացի եզածերիկները հասկանում են էքստրասենսները, որ ապագան ինքը երբեք հստակ չի։ Այսինքն ինքը ունի մոտ 20, 30 կամ 40% հիմք, որտեղ ինչ որ միստիկ բաներից է կախված տարին, այսինքն չգիտեմ, այնտեղ մի կողմի վրա գախնի ինչ որ, չգիտեմ, վերևներից ինչ որ պոլիտիկներ հրամայել են ինչ որ խումբ մագիանի, որ ազդի ինչ որ բնական process-ների, աղետներ անի կամ եւ այլն բաներ, այդ կարա աշխարհի ընթացքի վրա ազդի օրինակ 20 կամ 30%, 40։ Մնացածը սա կախված է մարդու ներսից։ Դուրս էական չի, կենցաղը ընդհանրապես էական չի։ Այնտեղ ով է մեծ լարված, ով ունեցավ նյութական կորուստ, ուրեմն պետք է հիմնվի, որ կորուստները շարունակական են տրամաբանելով, դա որ եթե արդեն 3 հատ 4 հատ կորուստ ունեցա, սպասեմ 5-ին, սպասեմ 6-ին, 7-ին, եթե մարդը հավատաց, սերմանեց իր մեջ, շեշտը դրեց, որ շարունակականը լինելու, այդպես էլ լինելու է, որովհետև իրականությունը գտնվում է ոչ թե մարդու շուրջ, մարդու ներսում, մարդու էմոցիաները բացասական, շատ չթվարկեմ, չխորանամ, ագրեսիան, տխրությունը, նախանձը, այն վատ բաները բացասական, որոնք խեղաթյուրում է լույս ասվածը, որովհետև Աստծուց ծնված օրվանից գալիս է մաքուր լույս, բարձր վիբրացիա, բարձր չիստոտա, բաներ, որոնց հիմքն է, որ աշխարհը ստեղծվել է, ծառ կլինի, բնություն կլինի, եկեղեցի կլինի, բոլորս լույսի ներքո է աշխատում եւ այնտեղ միշտ լույս է տիրում։ Եվ իմ համար չար ու բարի հասկացողություն չկա։ Այսինքն մարդը կարա մեղադրի, չգիտեմ, աշխատանքի վայրում ղեկավարին, կարա մեղադրի պետության վիճակին, կարա մեղադրի հարազատին։ Իրականում մարդուն հասնում է պարզ լույս եւ իր ներսում մարդու ներսում կարա որոշակի բաների պատճառով այդ լույսը խեղաթյուրվի եւ ինքը դառնա խեղաթյուրված լույս, դառնա խավար մարդու ներսում եւ այդ խավարը սկսի ծնել մարդու երկրորդ արտացոլանք, ոնց հայլու մեջ քո արտացոլանք, ոնց որ քեզ նայես ու քեզ փոխված տեսնես, քեզ չճանաչես, դու ինքդ քո համար լինես գարշելի, լինես տհաճ եւ այդ վիճակներին մարդը սկսում է փնովել, մարդը սկսում է լինել ագրեսիվ, լինել նախանձ եւ ինքը իրեն ստել, ինքը չհամաձայնվել, որ իմ եսը դարձել է այնպեսին, որ ես նախանձում եմ իմ հարևանին, որ ինքը ունի ավել, ինչու ես չունեմ։
Շատ լավ, եկեք նաև մի քիչ հասկանանք 26 թվականը ինչա սպասվում մեզ, որտեղ շատերի համար հիմա ուղղվածությունը դեպի 26 թվականն է։ Ինչ սպասել, ինչ անկագալիքներ ունենալ, հրեձիու տարում, ինչ է սպասվում։ Դա կարևոր է կենթանակերպի նշանը։ Այս ամեն ինչի շեշտեցի, որովհետև նախ պետք է այս ներսի վիճակը կարգավորի ժողովուրդը, որպեսզի 26-ին լավ տարի դիմավորի եւ դա հնարավոր է։ Դա պետք է անել մինչեւ 26 թվականի տարին սկսվելը, որովհետև հետո ուշ է լինել, որովհետև այդ շատերը մտածում են հունվարի 1 սկսվեց, տարին փոխվեց, ուրեմն ամեն ինչ հետը փոխվում է, չէ, այդ նոր տարին, նոր էներգիան, նոր շունչը սկսվում է մարդու ներսում։ Իմ խորհուրդն է, որպեսզի իրանք այդ իրանց ներսի խավարած լույսը վերացնեն, լուսավոր լցնեն իրանց ներսում էներգիան, լավ տրամադրվեն առաջի հերթին, հասկանան անցած տարում ինչ սխալներ են գործել, չփորձեն նույնը գործեն հաջորդ տարվա վրա։ 25 թվականը շատ բացասական տարի էր մեծ մասով եւ հերիք էր մարդ մի փոքր ինչ սխալ քայլեր աներ, հաջորդեն այդ սխալ քայլերը ինքը դաժան էր լինելու եւ ամեն առումով այդ տարին շատ դաժան էր, իսկ 26 թվականը համեմատաբար եւ 27 թվականը հաջորդող շատ ավելի դրական տարիներ են, բայց ոչ բոլորի համար։ Եթե մարդիկ եղել են, չգիտեմ, 25 տարում մանիպուլյատորներ, ստախոսներ, տագնապահար ամեն օր անցկացրել են վախի միջավայրում, ստրեսի, վատ մտքերի, 26 թվականը լինելու ավելի դաժան ծույլ մարդկանց համար։ Իսկ այն մարդիկ, ովքեր ջանացել են, ովքեր հավատացել են, սպասել են, անգամ նախորդ տարիներին չեն կոտրվել, ես վստահեցնում եմ, որ 26 թվականը միանշանակ իրանց համար լինելու լավ տարի, ամեն առումով։ Ինչ ոլորտի մարդիկ, որ ուզում են լինեն, ինչ գործի մարդիկ ուզում են լինեն, միանշանակ լավ կողմեր ունենալու է, դա տևելու է, չգիտեմ, երկարատև ու իրոք այս անգամ շատ բաներ կարամանան նախորդ տարում։ Ես այստեղ շատ բաներ եմ կազմել եւ ասացիք անցման տարի, հա, այդպեսի կետ է նշված, 26 թվականը անցման տարի է լինելու։ Ինչ անցում է դա։ Սենց ասեմ, այստեղ չի լինելու ինչ որ պարգևների տարի, այստեղ էներգետիկան վիբրացիաները բարձրանալու է, այսինքն էներգետիկ մակարդակը շատ է սկսելու բարձրանալ ավելի եւ այսպես ասեմ X մարդ, որի մեջ այդ մակարդակը ցածր է եւ չի համընկնում 26 թվականի բարձր հոսքի մակարդակին, այսինքն այսպես մի հատ վիճակա բարձր ու ցածր, սկսելու է այս մարդուն շատ ուժեղ հարվածել փորձություններով շարունակական, բայց մարդ, ով որ 25 թվականում զուսպ է մնացել, բարի է մնացել, հավատացած է եղել, կուտակել է, ջանացել է, այսինքն դրական է մնացել, լավ բաներ է արել, իր մակարդակը բարձրանալու է միանշանակ այս մակարդակին եւ 26 թվականը իր մոտ լինելու է հեշտ գումար եկավ, սա ստացվեց, այսպես եղավ, այս հարցը կարգավորվեց, այս զանգը ստացա։ Դե ինչպես ասում են, ով ինչ ցանի դա էլ կարող է 26 թվականը հենց դա է լինելու, ով ինչ ցանել է, դա էլ հնձելու միանշանակ հենց դրա տարին է լինելու միանշանակ։ Ես այստեղ առանձնացրել եմ, քանի որ ես համաստեղությամբ կարիճ եմ, հա, եւ այստեղ տեսա, որ կարիճների ընդհանրապես աստղակերպի նշանների համար ունեք փոփոխությունների ու ճշմարտության տարի, կբացվեն գաղտնի հարցեր, մի վախեցիր փոփոխություններից։ Հետաքրքիր էր։ Շատ հետաքրքիր է լինելու կարիճների համար, որտեղ ինքը շատ յուրահատուկ նշան է, գերյուրահատուկ եւ պարտադիր չի կապ ունենալ էզոտերիկայի հետ, այսինքն դու որպես կարիճ կարող ես զգալ հարազատների, ընկերների կամ անծանոթների խորը հույզեր հոգեվիճակը, ապրումները, նախորդ մինչեւյան ցանկանան ինչ-որ մի բան անել կամ ասել, դու արդեն դա գիտես։ Քո պլանները, քո հաշվարկները, այսինքն բազում տաղանդներ կա կարիճի ներսում եւ կարիճի նշանը չէ, ինքը մի քիչ յուրահատուկ է, որ նստի սպասի ինչ է լինելու, ինքը միշտ գործում է, ստեղծում է, միշտ տարբերվող է, միշտ հետաքրքիր է ինքը։ Չգիտեմ, լավ նշան է։ Ես կարիճ չեմ, շատ բայց կարիճների համար շատ լավ բաներ ասացիք։ Բայց ոնց կուզեիք լինել։ Բայց այսօր խնդրեց բարձր խեցգետինների հետ։ Բայց մինչև խեցգետինները եկեք հերթով գնանք շատ արագ այս ամենը ուղղակի փոքրիկ հուշումներ են, սիրելի հեռուստադիտողներ, պետք չի հենց սրա վրա հիմնվել եւ կյանքը կառուցել այս ամենի վրա, ուղղակի հենց հիմա արագ անցնենք բոլոր աստղակերպի նշաններով, որպեսզի ոչ ոքի չնեղացնենք, այո։ Խոյերը։ Լավ նոր գործեր սկսելու, վատը շտապելու կոնֆլիկտների համար, հա, ինչ է սա նշանակում, կարճ մեկնաբանությամբ։ Խոյերը, չգիտեմ,
առաջի պլան երևի պահում են աշխատանքն ու աշխատասիրությունը եւ չգիտեմ իրանց կյանքը ամբողջ անցնում է եւ խաղադրույք կոպիտ ասած անում են հենց աշխատանքի մեջ ամբողջությամբ նվիրվում են չեն խնայում ոչ մի բան անգամ 1 վայրկյան իրենց հանգիստ չեն տալիս եւ վատն էլ մյուս կողմից այնա որ այդ ռեսուրսները իրանք կարան ծախսեն մի վայրկյանում ինչ որ մատ անարժան մարդու վրա շտապողականության շատ շտապողական է լինում, դա պետք չի, կոնֆլիկտերից էլ պետքա խուսափեն մաքսիմալ։ Տարին հարմար է գումարի կայունության համար, կարելի է ամրապնդել դիրքը, խուսափել ռիսկից եւ համառությունից։ Շնորհակալություն։ Այստեղ այդ համառությունը խուսափել եւ ռիսկերին չեմ շեշտում, որովհետեւ ցելերի մոտ դա կարա լինի հապճեպ ինչ որ ռիսկերի գնալ, որպեսի շահույթ ավելի լավ լինի կամ մի քիչ չհամբերել, չէ իրանք շատ աշխատասեր տեսակ են, աշխատասերության համար չգիտեմ, երևի շատ կոպիտ քայլեր կգնան, իրանց նպատակին հասնելու համար, ուղղակի մի քիչ համբերություն ու հաշվարկներ այնպես, որ հանկարծ չբախվեն ռիսկերի։ Այստեղ ռիսկերը պետք չէ, եթե 25 թվականին պետք էր, 26-ին պետք չի։ Ոչ մի ռիսկ։ Երկօրյակն է, շփումների եւ փոփոխությունների տարի, նոր մարդիկ, նոր հնարավորություններ, մի ծրվիր մանրուքների մեջ։ Երկօրյակների վատն է, որ իրանց մեր ներսում ապրում է 2 անձ, այդ տենց նկարով էր որ նայում ես իրանք կաս իրեն մանուկների մեջ ծրվեն գործը թողեն որ մեկին ճիշտ ու սխալ բացատրեն այդ պետք չի անել հարազատներ ունեմ իրանք հասկանում են ես հիմնական է այդպես շարժվել մենակ կենտրոնանալ գործի ընտանիքի վրա կողքից ով ինչ կասի ով ինչ նկատողություն կանի էական չի շատ լավ խեցգետին ընտանիքի եւ տան տարի լավ է հարաբերությունները խորացնելու համար մի ծանրաբեռնվիր զգացմունքորեն ինչի զգացմունքորեն շեշտ դրել խեցգետինը ինքը լինի կինթե տղամարդ ավելի շատ կնոջ դեպքում ինքը ընտանիքի մարդ է լավ մայր չգիտեմ լավ կին լավ ծնող ու ինքը իր թույլ կողմը այդ ընտանիքն է իր ամուսինը երեխաները եթե այդտեղ ամեն ինչ լավ եղավ իր մոտ ամեն ինչ օքեյ ինքը ամեն ինչ կարող անի անմարտկային ուժով սիրով ու ստեղ խորհուրդ կտամ չմտածել վաղվա օրա մասին այսինքն տարին եկավ 26 թվականին չմտածի հələ չեկած տարին բա որ վատ լինի ընտանիքիս համար բա որ սենց օրվա ջերմություն ու սերը դա կարևոր նեյտրալ բնավորության մեջ չլինի այսինքն մռութները չկախի չտխրի պետք չի իրան շատ լավ վարյուց ինքնարտահայտման տարի հնարավոր է ճանաչում եւ հաջողություն զգուշացիր մեծամտությունից վստահ եղիր բայց չափավոր հարուստները շատ լավ կողմեր ունեն տղամարդկանց մոտ հիմնականում կարա այդ մեծամտությունը, հպարտությունը, եսասիրությունը լինի, ոչ թե, այդ միտեղ իրանց դուր է գալիս, դի ոնց որ իրանց չգիտեմ, ալիբին լինի ասեմ, չգիտեմ, ինչ որ մատ կարևոր բան առանց որի չի լինի, իրանց զենքը, այսպես ասած, էլի միշտ իրանք դրանով ոնց որ չգիտեմ։ Հմայքը, հարուստներին հարիր հմայքը։ Կույսեր, աշխատանքի եւ կարգ ու կանոնի տարի լավ է առողջության եւ կարիերայի համար։ Մի կենտրոնացիր միայն մանրուքների վրա, կարգավորիր կյանքդ։ Կույսերի դեպքում այստեղ իրանք կարան այդ էմոցիաները շատ խոր իրանց ներսով անցկացնեն, միշտ են տենց անում։ Այս տարի ավելի շատ բաներ ավելի զգալու են ավելի խոր, այսինքն վատ էմոցիաները, տրամադրության անկումը, նյարդայնանալը, ինչքան այդ շարունակական լինի, այդ իրանց վնաս հասցնելու հոգեբանական կամ առողջական տեսանկյունից, իրանց մոտ եթե այդ խնդիր եղավ առողջական կամ նյարդեր, իրանց մոտ սաղ տակնու վրա է լինելու։ Փորձեն զսպել իրան։ Այո։ Սպորտով ծրվել մի բան։ Մի բանով զբաղվել։ Կշերքների համար գրել եք, որ ընտրության տարի է լինելու, պետք է որոշումներ ընդունեն, երկմտելը կարող է խանգարել, պետք է կանգնել ընտրության կողքին։ Կշերքները շատ լավն են, շատ դրական են, շատ նվիրվող են, ուղղակի վնաս են հասցնում մենակ իրանց։ Բայց դա էլ պետք չի, քանի որ հենց նշանի պես իրանք կշերք։ Միշտ այդ նժարը միշտ տատանվում է իրանց մեջ, իրանք միշտ չեն կարողանում ընտրել, օրինակ աջ թե ձախ։ Կարծես փորձում են երկուսն էլ միաժամանակ ընտրել եւ այդպես դա պայել, բայց դա հնարավոր չի։ Ես խորհուրդ կտամ որևիցե մեկը կամ աջ կողմում կամ ձախ կողմում միանշանակ։ Աղեղնավոր։ Կարիճների մասին քանի որ խոսեցինք անցնում ենք, զարգացման եւ ուսման տարի է լինելու, լավ է ճանապարհորդությունների, նոր գիտելիքների համար, պետք չէ գերագնահատել իրենց ուժերը, պետք է առաջ գնալ քայլ առ քայլ։ Աղեղնավոր, ես ինքս աղեղնավոր եմ եւ չգիտեմ լավ հասկանում եմ ինչ նշանակում ճանապարհորդություններ, աղեղնավոր ինքը արկածային նշան է, ինքը մի նշան է, որ անընդհատ սլանում է առաջ իր նպատակին հասնելու համար ու ինքը երբեք կանգ չի առնում, ուղղակի ինքը պետք է իր ազատությունից չզրկվի, իր ճանապարհորդությունից չզրկվի, հոբիներից, չգիտեմ, այնտեղ նկարչությունա թե ձուկ բռնելա, ինչ որ հետաքրքիր հոբիներ, պետք է օրակարգը փոխի, օրակարգը հագեցած
վերջաց լինի հետաքրքիր բաներով, ինքը պետքա հանգիստ դադար տա երբեմն այս արդեն իսկ խորտ տամ դրանով զբաղվել ու գոնե 26 թվականի իրանք դիմավորեն հագեցած նոր ուժով, եռանդով։ Այցեղ ջուր, պատասխանատվության եւ կառուցման տարի։ Լավ է երկարաժամկետ ծրագրերի համար։ Մի ճնշիր ինքդ քեզ, կառուցիր կայուն։ Այցեղ ջուրները շատ աշխատասեր են ու ամբողջ աշխատասիրությունը եւ ռեսուրսները ներեն ուծում տուն, օջախ տուն, այսինքն միշտ շատացնում են, չեն քչացնում, անիմաստ բաների վրա ծախսեր չեն անում, ընտանիքի համար ամեն ինչ անում են, նրանք միշտ ուժեղ են մնում, կարծես ինքը չէ աշխատել, ինքը չէ տանջվել, իր համար դա նորմալ է։ Ուղղակի պետքա շատ պատասխանատվության զգացումը մեջ չլինի, որ ստրեսների մեջ չընկնի, որ ես պարտավոր եմ անընդհատ ամեն ինչին վրա է, իմ ուսերին է, դա պետքա չլինի։ Մեկ-մեկ ինքն էլ է մարդ, ինքը պետքա իրան ազատություն տա։ Ջերհոս, նոր գաղափարների տարի կլինեն անսպասելի հնարավորություններ, ոչ բոլորը քեզ կհասկանան, մնա ինքդ քեզ։ Լինում է այդպիսի բայր, որ ջերոսներին դժվար է հասկանալ, որ ջերոսը կա պայտակ միշտ խոսա հայերեն, բայց պայտակ հայերեն լեզվով խոսա այնպիսի մի բան, որ անհասկանալի լինի բոլոր նշանների համար, դա իրանեական չէ։ Ձկները Զգացմունքների եւ ինտուիցիայի տարի է, լավ է ստեղծագործության համար, պահպանել է պետք սահմանները եւ զգալ, բայց չկորել։ Ձկների համար, չգիտեմ, լինեն հիմնականում երաժշտությունից, էստրադայից կամ չգիտեմ, շոու բիզնեսից սկսած արվեստի ձկներ, սենց ասած այդտեղից սկսենք ու եւ այլն, արվեստոտ ձկները։ Շոու բիզնեսի ձկները։ Այո, արվեստոտ ձկները, իրանք պետք է հասկանան, որ իրանք ամենաէմոցիոնալ նշանն են եւ այդ էմոցիաները կարան իրանք խանգարեն։ Իրանք այսքան կարող իրանք մոտ մի բան նես չգնա, իրանք վերցնեն այդ էմոցիան, մոռանան իրանք գործը, մոռանան ամեն ինչ ու իրանք պետք է երկար ժամանակ վրանք հետ գան։ Ուղղակի պետք չի խորանալ ոչ մի էմոցիայի մեջ, միշտ լինել լավատը։ Ձկների մոտ այդ խնդիրը է, այդ էմոցիոնալ վիճակը։ Չէ, մնացած առումով լավ է իրաց մոտ։ Վան, շնորհակալ ենք ձեզ, որովհետև ես կարծում եմ ինֆորմացիան, որ տվեցինք հեռուստադիտողին, շատ էսպես բոլորը ստացան այն ինչ որ սպասում էին եւ ուզում էին։ Մաղթենք ձեզ գալիք տարուն հաջողություններ եւ բնականաբար միայն ու միայն լավ իրադարձություններ։ Այո։ Շնորհակալություն ձեզ։ Հավատով ենք լցված եւ մեր նման մարդիկ ժպիտով, հավատով սպասում ենք, որ տարին միանշանակ լավն է լինելու, որտեղ մեծ մասով կախված է այդ ամեն ինչը մեզանից, մեր հավատից։ Միանշանակ։ Այո, թող տարին շատ բարի լինի, իսկ մեզ մոտ հիմա կլինի կարճատև դադար, որից հետո վերադառնանք եւ շարունակենք։ Բարի ողջույն իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, եկավ այն պահը, որ պետք է այս գեղեցկությունը դասավորենք մեր մատուցման ամանի մեջ։ Ես այսպիսի մի հետաքրքիր սկուտեղ եմ վերցրել, որը շատ տոնական է, ինչու ոչ, անկախ նրանից, որ մուգ գույնի է, դա կապ չունի, ինչու է մուգ համադրվելու սրա հետ, որպեսզի ավելի այս գեղեցկությունը արտահայտիչ լինի։ Ես հիմա կփորձեմ գեղեցիկ դասավորեմ մեր կոն տարբերակով աղցանը, ահա, շարենք այս գեղեցիկ ամանի մեջ եւ իհարկե ասենք բարի ախորժակ։ Ես մի փոքր տեղ կթողնեմ, որովհետեւ կենտրոնում դեռ ուզում եմ ավելացնել մեր նռան հատիկները ամանով, ահա, այսպես, գեղեցիկ ծաղկի տեսք տվեցինք, սա տեղափոխենք մի կողմի վրա, կենտրոնում տեղադրենք նռան հատիկները, ահա կարելի է նաև ձևավորել այսպես, մոմերի արկայությամբ, ահա այսպես գեղեցիկ, սրանք էլ տեղափոխենք այսպես, որ տոնական շունչը եւ տրամադրությունը փոխանցենք, սիրելիներս, ահա այսպես, եւ ձեզ ասեմ հաճելի ամանորյա եւ հանգստյան օրեր եմ ցանկանում։ Այսպիսի գեղեցիկ համեղ աղցաններ պատրաստեք եւ վայելեք ձեր հանգստյան օրերը ընտանիքի անդամների, բարեկամների, հարազատների, ընկերների, սիրելիների հետ միասին։ Սիրելիներս, բարի ախորժակ։ Լավ եղեք, ձեզ բարձր տրամադրություն եմ մաղթում եւ դեռ կհանդիպենք։ Լավ մնացեք։ Այո, արդեն ամեն ինչ պատրաստ է, քիչ հետո կհամտեսենք, կհամեմենք այս ամենը բրիզով, որը սիրով ներկայացնում է Ջվանի գինու գործարանը ռոզե փրփրուն գինի, ինչը կարծում եմ ամենաճիշտ համադրությունը տոնական յուրաքանչյուր տրամադրության։
Եվ հիշեցնենք, որ այս օրերին Իջևանի տոնական տաղավարով Իջևանի գինու գործարանը ներկայացված է Հանրապետության հրապարակի հարակից պուրակում։ Այստեղ կարող եք ծանոթանալ Իջևանի գործարանի արտադրանքի ամբողջ տեսականուն, վայելել տոնական մթնոլորտը եւ ընտրել գեղեցիկ նվերներ ձեր սիրելիների համար։ Տաղավարը կգործի մինչև հունվարի 14-ը։ Առողջ լինելու հետ մեկտեղ պետք է նաև հետևել մարզումներին, սա շատ կարևոր է։ Ակվատեկում մարզվեք եւ մասնակցեք խաղարկություններին։ Հիշեցնեմ, որ մեծ խաղարկություն է Ակվատեկում 15% զեղչ բոլոր փաթեթների համար։ Մեկնարկել է ամանորյա խաղարկությունը զեղչերով ու նվերներով։ Ձեռք բերեք 3-6-12 ամսյա փաթեթները տոնական զեղչերով։ Ստացեք պարտադիր նվերներից մեկը։ Հեռուստացույցներ, վառարաններ, տոստերներ, այրոգրիլներ, փոշեկուլներ, թեյնիկներ, փաթեթների բազմաթիվ տեսականի ու ելի շատ ու շատ նվերներ։ Այս ամենը Ակվատեկում։ Եթե ուզում եք տոնական այս հրաշքը մեր տաղավարի գեղեցկությունը եւ տրամադրությունը տանել ձեր տուն, ապա հուշեմ, որ մեր տաղավարը զարդարել է Նատյուրմորտ Events-ը։ Այն, ինչ նրանք ստեղծում են, կոչվում է արվեստ, հարսանյաց, կորպորատիվ, անհատական եւ այլ բնույթի բոլոր ֆորմատների միջոցառումների ձևավորում, տոնական, թեմատիկ, սեզոնային ձևավորում, կոմերցիոն եւ անձնական տարածքներում, խանութ սրահներում, ռեստորաններում, հյուրանոցներում կամ ձեր տներում։ Հետաքրքիր կոմպոզիցիաներ եւ մրգափնջեր, ծաղկային գլխազարդեր եւ աքսեսուարներ։ Գտեք ամենակրեատիվ եւ յուրօրինակ աշխատանքները, դրանց ձևավորման ամբողջ ընթացքը Նատյուրմորտ Events Instagram-ի, Facebook-ի եւ TikTok-ի էջերում։ Հեռախոսահամար 055 408 890։ Չմոռանաք էմոցիաների մասին, որը սիրով ձեզ առաջարկում է Արևոք բացիկները։ Բացիկները հարցրեք քաղաքի լավագույն առաջատար սուպերմարկետներում եւ բնականաբար ծաղկե եւ քաղցր վայրերում։ Սա շատ կարեւոր է ամանորյա նվերը զարդարելու համար։ Ձեր արտաքին տեսքն էլ վստահեք բյուրի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին, որովհետև իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն տոնական տրամադրություն եւ լավ էներգիա։ Դեռ ունեք ժամանակ շատ արագ գրանցվելու Master Right Barber Shop-ում դառնալու ամանորյա երեկոյի ամենագեղեցիկը։ Այնպես որ Նալբանդյան 37 հասցեում բարձրակարգ վարպետները սպասում են բոլորին։ Իսկ ոչ այն եւ տարբերվող կլինեք Դավնի խանութսրահի հետ միասին, այս շատ էսթետ խանութսրահն ունի 2 հասցե Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք եւ հասցրեք վերջին գնումները անել 2025 թվականի, նաև նվերներ ընտրել ձեր սիրելիների համար։ Ու չմոռանաք, որ յուրաքանչյուր առավոտ միացնեք ATV-ին առաջին ծրագիրը ու իմանաք շատ կարևորի մասին, որ այս ամենը էլի ու էլի պատրաստվեց շատ մեծ սիրով։